Ժողջան, բարի լույս, հուսով եմ լավ եք, ուզում եմ ձեր անցած տոները շնորհավորել, հին նոր տարին շնորհավորել ու մաղթել լիքը հաջողություն, առողջություն 26 թվականին։ Ոչ միայն դա, նաև ուզում եմ որոշակի նորություններ նույնպես ձեզ հետ կիսվեմ, թե ոնց է լինելու ու նաև թե որն է պատճառը, որ մեկ ամիսա ուղղակի ոչ վիդեո եմ նկարում, ոչ էլ ձենս դուրս է գալիս։ Պատճառները մի քանիս են։ Ինչ սկսել եմ դասընթաց տալը, սովորացնել մարդկանց, ուրեմն որոշակի գաղափարներ է ստեղծվել, այն լամպոճկեն, որ ծնգում է, ծնգ եւ այլն, այդ լամպոճկեքից մի քանի հատ տենց ստեղծվել է, որը որ հիմնականում մոմերի ձևաչափ է, որ այդ մոմերի ձևաչափի հիման վրա դու կարողանում ես ավելի ստույգ, ավելի հստակ հասկանաս շուկայի հաջորդ քայլը, հաջորդ շարժը, չեմ ասում մի կես տարի հետո ինչ է տեղի ունենալու, բացարձակ, բայց հաջորդ օրվա քայլը, շարժը համենայն դեպս դու իմանալու ես։ Այս ժամանակահատվածում մենք աշխատել ենք trading bot-ի վրա, որ ինքը ավտոմատ trade անելու, նույնպես դուք կարողանալու եք օգտվել։ Մենք նաև աշխատում ենք այս պայդրությամբ այն ծրագիրը ստեղծելուն, որը որ նոր ասեցի ձեզ, որ ավելի ստույգ կարողանանք հասկանանք շուկայի ուղղությունը։ Հեսա ես ձեզ կներկայացնեմ, կնկարագրեմ, թե ինչի մասն է խոսքը գնում։ Որոշել եմ նաև, որ դասընթացը on-line, որ դուք ձեռք բերեք, էլ ամսական չի լինելու է տարեկան, մի հատ վճար է լինելու ամեն տարվա համար 270,000, որին մուտք եք ունենալու 1 տարի, կարողանալու եք նայեք ինչքան որ կցանկանաք ու նույնպես կապի լինեք ինձ հետ, եթե կարիքը լինի։ Ուզում եմ նաև ասել, որ փորձելու եմ հնարավորինս շուտ-շուտ ուրեմն վերլուծություններ անեմ շուկայի, ոնց որ նախորդում եմ արել, բայց այս անգամ կարծում եմ ավելի շատ շաբաթը 1 է լինելու, միգուցե շաբաթը 2 անգամ, որովհետև հայկական շուկան չարդարացրեց իրեն, այն սպասելիքները, որ ես ունեի, որ խումբ կստեղծվի, համայնք կստեղծվի, հետաքրքրություն կլինի եւ այլն, տենց առանձնապես տենց շատ թեթև եղավ ու քանի որ այդպես է, մենք ունենք արդեն խումբ, համայնք չենք կարող համարվել, բայց արդեն 10+ հոգի կանք, ովքեր որ իրար հետ շփման մեջ ենք, trading ենք անում, քննարկումներ ունենք եւ այլն, մեր VIP խմբում մշտապես մենք քննարկում ենք ու փորձում ենք միշտ լավ գործարքներ գտնել։ Բայց արի ուտես, որ չեղավ ոնց որ ես էի սպասում, անկախ ամենից ես անգլիական շուկա եմ նույնպես փորձելու մուտք գործեմ, անգլերեն ավելի շատ իմ կոնտենտը լինելու, ոնց որ նախորդում էր։ Դե ինչ, եկեք սկսենք նախ վերլուծությունը, հասկանանք Bitcoin-ը ինչ է անելու, ինչ է պատրաստվում անել եւ կշարունակենք արդեն super engulfing-ի վերաբերյալ խոսել, թե ինչ է իրանց ներկայացնում ու դուք ոնց կարող եք նույնպես օգտվել այս գաղափարից։ Ինչպես միշտ, մենք սկսում ենք շաբաթական գրաֆիկայից, լավ, եկեք hide all, որ տեսնենք ինչա տեղի ունեցել։ Ուրեմն, ինչպես որ հիշում եք, ես բազմիցս ասել եմ, որ այս հատվածը, այս զոնան, ինքը շատ գերհզոր demand զոնա է, որտեղ որ Bitcoin-ը եկել է եւ եկեք ինդիկատորները մի պահ անջատենք, որ հեշտ լինի։ Որտեղ որ Bitcoin-ը եկել է ու կանգ առել, տեսնում ենք, որ 1, 2, 3, 4, 5 շաբաթ շարունակ պայքարել է ու 2 շաբաթ անց, այսինքն տարվա սկիզբ, վերջապես մի հատ նորմալ մոմ նկարեց, որը որ հուշում է, որ կարա վերև բարձրանա։ Ինչի համար է հուշում վերև կարա բարձրանա, որովհետև նախորդ 2 շաբաթների պիկը ինքը մարմնով փակել է ու նախորդ շաբաթ ինքը այսպես ոնց որ range-ի մեջ է եղել, ոչ վերև, ոչ ներքև, բայց հիմնականում նենց է լինում, որ երբ որ հստակ մոմ է լինում, հաջորդը range է լինում, հաջորդը հիմնական շարունակություն է լինում նախորդ մոմի, այսինքն այս կանաչ մոմի ակնկալիք ունենք, որ շարունակելու է վերև։ Ըստ տրամաբանության շատ բան չի փոխվել, բացի այն, որ 3-4 օրը մեր Powell-ին, մեր բիձային
սպառնում է արդեն քրեական գործով Դոնալդ Թրամփը, որ իր ուզածը անի, քանի որ հունվարի վերջ 5% հավանականություն կա, որ տոկոսադրույքը իջեցվելու է, նենց որ արդեն Թրամփը անցել է հաջորդ քայլի, որ սպառնա, մի խոսքով, սպառնալիքն էլ այն է, որ ինքը աննպատակ գումարներ է ծախսել, ես ինչ-որ աննպատակ մի խոսքով criminal case է։ Բայց անկախ ամեն ինչից, քանի որ ուզում է ճնշում գործադրի, իրան պետքա որ զուտ ճնշվի։ Բիդզեն էլ ասում է, ես չեմ ճնշվելու։ Հիմա այստեղ տեսեք, որ ամսի 26-ին հունվարի, եկեք թարմացնենք, տեսնենք արդյոք փոփոխություն կա երեկվա համեմատ սպառնալիքից հետո, ու պարզվում է, որ չէ, դեռևս նույնն է մնացել, 5% հավանականություն կա, որ 0.25-ով իջեցվելու, 95% հավանականություն կա, որ հունվարի 26-ին, 28-ին կներեք փոփոխություն չի լինելու։ Իրականում անկախ փոփոխություն լինելու է թե չի լինելու, շուկան դիրքավորված է իմ կարծիքով, որ բարձրանա վերև։ Ու այն կարգի բարձրանա վերև, որ ոչ թե 150, 160 եւ այլն, այլ պոտենցիալ 250, 350 հազար էլ իմ կարծիքով կարա բարձրանա։ Իմ գործողությունները հետևյալն են, որ կուտակեմ ինչքան հնարավոր է տարբեր տեսակի քոյներ, Bitcoin չեմ կուտակում, որովհետև ավելի հետաքրքիր քոյներ կան ինձ համար, որոնք են Solana-ն, Ethereum-ը, XRP, այդ քոյները իրոք շատ լավն են։ Էլի լավ քոյներ կան, որ կարելի է դիտարկել, բայց քանի որ ամենաապահովներն են, այդ դրանցից ենկում իրականում շատ բան չեմ դիտարկում։ Նաև եկեք խոսենք, թե այս շաբաթ ինչ ունենք, ուրեմն այս շաբաթ, ավելի շուտ այսօր ունենք նորություն, կարևոր CPI հիմնականում ինֆլյացիան է ցույց տալու, թե գնաճը ինչքան է եղել, տարբեր տեսակի ապրանքատեսակի, հաջորդը նույնպես էլի մենք ինֆլյացիայի հետ կապված նորություններ ենք ունենալու, թե ինչքան վաճառք է արդեն եղել, բայց բնականաբար գին վաճառք շատ մեծ դեր ունի, ու արդեն հաջորդ օրը ունենալու ենք գործազրկության, ուրեմն քանակը, թե ինչքան է եղել, օրինակ տեսեք 3-210,000 էր ցույց տալիս, որ սպասվում է այսօր 215,000, 5,000 հոգի ավելացել է ոնց որ ցանկում, որ անգործ են մնացել, բայց դա 5 շաբթի օրը կիմանանք, ու ինչքան անգործ լինի, այնքան վատ է դոլարի համար, կրիպտոյի համար եւ այլն։ Հենց որ մենք կարող ենք կրիպտո շուկան ավելի շուտ դիտարկել, ես համենայն դեպս տեսնում եմ կրիպտո շուկան առնվազն 105-106,000, որ կարա բարձրանա կարճաժամկետ։ Կարճաժամկետը թե ինչքան է, անկեղծ ասած չեմ կարող ասել, որովհետեւ ամեն օր ինչ որ մի բան է տեղի ունենում։ Եթե պատերազմ տեղի ունեցավ էլի Իրան, Իսրայել, Ամերիկա եւ այլն, էլի հավանական է, որ շուկան մի հատ էլի շատ սիրուն մի հատ ներքև sense մոմ բացի, որից հետո կշարունակի վերև բարձրանալ, անկախ իրավիճակից, ուշադիր լսեք, անկախ իրավիճակից կրիպտո շուկան բարձրանալու է։ Bitcoin-ը բարձրանալու է, որովհետեւ ինստիտուցիոնալ ворթեգրումը տեղի ունենում, հա, ինստիտուցիոնալ մակարդակի անընդհատ շարունակ մարդիկ փորձում են, մարդիկ կոչվածը բանկերը եւ այլն փորձում են մտնել շուկայի մեջ։ Սա շատ կարեւոր է, սա ամենակարևոր բանն է։ Եթե Bitcoin-ը ընկավ 60,000, 50,000, ուղղակի դուք զեղչով Bitcoin կարող եք առնել, կրիպտոարժույթ կարող եք առնել, որովհետեւ բարձրանալու է։ Ես չեմ ասում առեք, ասում եմ, որ կարող եք առնել, ձեռք բերել, եթե դուք մի փոքր պատկերացնում եք, որ okay, ռիսկի դիմեմ, բայց դրա դիմաց մեծ պոտենցիալ կա, ապա եթե այդ տեսակի մարդ եք, ինձ թվում է ճիշտ կլինի, որ դիտարկեք, ուրեմն ձեռք բերել կրիպտոարժույթներ։ Եթե դուք ռիսկ չեք սիրում, վախ կա ձեր մեջ եւ այլն, փորձեք հեռու մնաք, որովհետեւ սա ընդհանրապես ձեր բանը չի։ Շուկան ես տեսնում եմ այս պահին բարձրացող, սա շաբաթական գրաֆիկան է, օրական գրաֆիկան նույնպես բարձրացող է, չնայած ես այս հատվածում 90,000, 89,000-ի սահմաններում այստեղ տեսնում եմ, որ որոշակի ստոպեր լիկվիդացիա է կուտակված, ու այստեղ ներքևը ունենք շատ գեղեցիկ order block, ու ոչ միայն order block, այլ ընդհանուր մի հատ եկքա դիման զոնա է։
Եկքադիման զոնա է, որը որ եկել է նույնպես ուրեմն թեկուս քիչ, բայց ուրեմն լիկվիդացիա մաքրել այստեղ, այս պոչով, պոչից մաքրելուց հետո իջել է մի հատ շունչ քաշի, որից հետո միգուցե եւ ռեսկի այսօր նորություն ունենք, վաղ ունենք, այն մյուս օրը ունենք, ռեսկի մի հատ իջացնի գինը ներքև, այս զոնա նոր շարունակի վերև բարձրանալ։ Անկախ ամենից պոտենցիալը մեծ է, որ ուրեմն շուկան կբարձրանա։ Okay? Շուտով տարբեր տեսակի վիդեոներ եմ նկարելու, որը որ պարտադիր չի հենց տեխնիկական տեսանկյունից ուրեմն դիտարկենք կամ սովորենք թե կոնկրետ վերև է բարձրանալու ներքև այցնելու, բայց նաև հետաքրքիր պատմություններ, հետաքրքիր գաղափարներ, որ կարծում եմ պետքա բոլորին, որ առնվազն տեղյակ լինեն։ Հենց որ վերլուծության տեսանկյունից սա է, ես կարծում եմ, որ այսօր Bitcoin-ը բարձրանալու է, շարունակելով վերև բարձրանալ, որովհետև ունենք եւ daily bias եւ այստեղ ունենք արդեն որոշ չափով լիկվիդացիոն զոնա, այսօր կարա բարձրանա, բայց ժամը 5-ից հետո կախված նորություններից մի փոքր սենց տատանում կարելի է սպասել։ Այդ պահին ճիշտ է հասկանալը, որովհետև շատ հարաբերական է այսօրվա շուկան, շատ վտանգավոր է նույնպես, բայց սա է։ Հիմա եկեք ես ձեզ բացատրեմ մի հատ շատ հետաքրքիր գաղափար, որը որ կոչվում է super engulfing, կոչվում է super engulfing, որտեղ անվանումը ես եմ դրել, ես եմ մեծ հաշվով գտել այս ստրուկտուրան, շուկայում դեռևս ոչ մեկ չի խոսում այս թեմայի շուրջ, միգուցե որովհետև այլ նման բաներ կան, բայց կոնկրետ այս ինչը որ ուզում եմ ձեզ ներկայացնեմ, խնդրում եմ ուշադիր եղեք, որպեսզի հասկանաք, թե ինչի մասն է խոսքը գնում։ Տեսեք, մենք ունենք երկու մոմ, okay, լիկվիդացիայի մասին նույնպես պետք է խոսանք, որ հասկանանք լիկվիդացիան ինչ է, բայց եթե դուք լիկվիդացիան ինչ որ չափով հասկանում եք, այնա որ մարդկանց շուկայից դուրս է հանում, որպեսզի մեծ խաղացողները այդ գումարը կարողանան փոխանակեն իրանց թոքենների դիմաց ու փող իրանք աշխատեն։ Այսինքն ձեզ շուկայից դուրս է մղում, այն մինուսը որ դուք ունեք, այդ մինուսը գնա ուրիշտեղ պլյուսով ու այդ տրամաբանությունը կոչվում է լիկվիդացվել։ Լավ։ Հիմա տեսեք, օրինակ ունենք այս երկու մոմերը, կանաչ, կարմիր։ Ուրեմն այս մոմը կանաչի վերևի հատվածը սա է, okay, ներքևի հատվածը սա է։ Okay։ Հիմա տեսեք ինչա կատարվել։ Երբ որ մենք տեսնում ենք մոմ ու հաջորդ մոմը գալիս է մաքրում է ստոպերը, որովհետև ստոպերը հիմնականում այստեղ վերևն է լինում, okay։ Այստեղ վերևն է լինում նախորդ օրվա ամենավերևի կետի կամ ամենաներքևի կետից մի փոքր վերև ներքև, այդե շատ մեծ լիկվիդացիա ուրեմն ստեղծվում, ու երբ որ մենք ունենում ենք նմանատիպ սիտուացիա, որտեղ որ այսօրվա մոմը ենթադրենք գալիս է մաքրում է, որից հետո փակում է ներքև ավելի քան նախորդ օրվա մոմը կամ նախորդ օրվա մոմի մարմինը, ապա մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ liquidity sweep-ը տեղի ունեցել, stop hunting-ը տեղի ունեցել, ոնց ուզում եք անվանեք, ու փակել է հաջորդ մյուս ուղղությամբ, հուշելով, որ էլ վերևը ինքը բան չունի անելու, արդեն պետքա գնա ներքևները փնտրի, նոր լիկվիդացիա, նոր ուրեմն պոտենցիալ ուղղություն շուկայի։ Ու ինչպես որ այստեղ տեսնում ենք, որ այս մոմը ստեղծվելուն պես մենք ունենում ենք տպ շուկայի անկում։ Շուկան այս պարագայում երբ որ տենց է անում, մոտավորապես պետքա գա այս հատվածը, ուրեմն այս մոմերի նույնպես ներքևներն էլ կարա գա, բայց հիմնականում swing low-ը սա է, ու հետևաբար այստեղից մենք ռեալ կարող ենք ակնկալել, ու նույնպես գործարքներ եղել է, որ այստեղից կարող ենք մտնել եւ միջև այստեղ առնվազն իջնի։ Այն trading bot-ը, որ ասում էի ձեզ, իրականում այս ստրատեգիաները նույնպես օգտվելու ենք, այս ստրատեգիաներից կոնկրետ այս ձևաչափից մենք օգտվելու ենք, որ հասկանանք շուկայի ուղղությունը եւ շաբաթական օրական
4 ժամանոց, նույնիսկ 15 րոպեանոց կախված թե ինչ է սպասվում, RSI ենք նույնպես դիտարկելու, որպեսզի հնարավորինս մաքուր, հնարավորինս լավ մակարդակի կարողանանք մտնենք ու քանի որ ուղղությունը արդեն մեզ համար պարզ է, մեզ մնում է զուտ գործարքի մտնել այդ ուղղությամբ։ Այս ձևաչափը բավականին հեշտ է սովորել, ես հաջորդ վիդեոների ընթացքում նույնպես խոսելու եմ մեր ծրագիրը, որ սարքում ենք, որը որ կոչվում է Liquidity Scan, նույնպես այնտեղ տեղադրել ենք արդեն իսկ ծրագիր, որ հուշի թե վերևա, ներքևա եւ այլն։ Նույնիսկ ասեմ ավելին, ինդիկատոր ենք սարքել, որը որ միայն հասանելի է մեր VIP խմբին, որտեղ որ տեսնում եք, այստեղ reversal plus ունենք, այս ամենը ցույց է տալիս կոնկրետ որտեղ ինչ ուրեմն բան ունենք։ Տեսնում եք, այստեղ run plus ունենք, այս ամեն ինչը ձեզ մի խոսքով կներկայացնեմ ու հաջորդ մոմը հիմնականում միշտ բան է լինում։ Շարունակություն ունենում ենք։ Տեսնում եք, այստեղ run կա, run-ը ինչի համար կամ run plus ինչի համար, որտեվ տեսեք, նախորդ մոմի վերևի հատվածը այս պոչով մաքրել է ու եկել է այսպես փակել է։ Փակել է նախորդ ընդհանուր մոմն է փակել։ Run եթե առանց պլյուսա, ուրեմն փակել է նույն ձևով նախորդ մոմի վերևի հատվածը ստոպերը մաքրել է, բայց մարմնով փակել է նախորդ մոմի մեջ։ Ուրանից հետո տեսնում եք ինչ անկում է այստեղ տեղի ունենում։ Այստեղ տեսնում ենք, որ reversal plus ունենք, որից հետո շարունակում է վերև բարձրանալ։ Run plus ունենք, որը որ փաստացի այո գալիս է ստոպը խփում է, չնայած սա 3 օր անց է ու այստեղ երբ որ միջինացման գաղափարը դուք կարողանում եք ճիշտ օգտագործեք, վստահորեն դուք պլյուսով կարող եք լինել, չնայած եւս մի նրբություն էլ հուշեմ, որ այս օրը ինքը այսքան բարձրացել է, հա, այսինքն 92-ից 94, այսինքն մի $2500 բարձրացում է տեղի ունեցել, եթե կարողանաս օգտվես այս շարժից, նույնպես ընտիր այստեղ reversal ունենք ու տեսնում եք շարունակություն ունենք հաջորդ օրը։ Սա օրական գրաֆիկա է։ Հիմա եթե փոքր գրաֆիկայի մեջ արդեն մտնենք, ժամանոց 15 րոպեանոց եւ այլն, ու մենք կարողանանք ճիշտ գնահատենք շուկան, որտեղից կարող ենք մտնել, թե order block-ա, թե ասենք չոչ ունենք, թե ասենք trend line-ա ջարդել, թե ասենք ժամը կոնկրետ kill zone-այում ենք գտնվում։ Kill zone-ը նշանակում է, որ Ամերիկա եւ Եվրոպան կպնում են իրար այս պայդրությամբ 5-ից սկսած է kill zone-այում եկել է մի հատ նույնպես մաքրել է շուկան, stop hunting, liquidity sweep-ը տեղի ունեցել, մի հատ չոչ ա եղել, այդտեղից դու նույնպես կարող ես դիտարկել ներքև իջնելը։ Օրինակ, այս մոմից հետո հաջորդ օրը մենք տեսնում ենք ինչ եկքա մոմ ենք ունեցել այստեղ, պոչ ենք ունեցել։ Այս եկքա պոչը եթե մենք ճիշտ գնահատենք ստրատեգիան եւ շուկայի վիճակը, մենք կարող ենք այստեղ վերևից գործարքներ բացել, short, մինչև այստեղ ներքևը հանկիստ դու կարող ես փակել, որովհետև ինքը ինչ արել, բացվել է, բարձրացել է վերև, ու ինչքան բարձրանում է վերև, դու կարող ես վաճառել, այնտեղ նորից եմ ասում, order block կարող ես դիտարկել, RSI կարող ես դիտարկել, 1000 մի բան կարող ես դիտարկել, որը որ հենց կուրսի մեջ ես նկարագրում եմ, ներկայացնում եմ, լիքը ստրատեգիաներ կա, ու այդ ստրատեգիաները դու կարող ես օգտվել այդ ստրատեգիաներից ու բնականաբար trade անել, գումար վաստակել։ Դա վստահ կարող եմ ասել, որ կարող ես անել, եթե ցանկությունն է սովորելու եւ այլն։ Հիմա տեսեք, այս reversal plus ունենք, այս մյուսը եկել է կանաչ, այս մյուսը կարմիր։ Սա իրականում զրոական կարող է լինել, կարող է մինուս լինել, եթե զուտ դուք դնում եք մի հատ գործարք այստեղից ներքև իջնի, բայց մենք այդ տրամաբանությամբ չենք աշխատում, մենք փորձում ենք տրամաբանենք շուկան ինչ անելու, ոնց անելու ու նաև մենք դիտարկում ենք շաբաթական գրաֆիկան։ Շաբաթական գրաֆիկան, եթե կարմիր է, օրականը կարմիր է, 4 ժամը կարմիր է եւ այլն, փորձում ենք ոնց որ սա աստղերը հավասար լինեն, նույն ուղղության վրա լինեն, հա։ Աստղեր կոչվածը փոխաբերական իմաստով եմ ասում, եթե ինչ։ Մենք կարող ենք շատ հետաքրքիր ուրեմն բան ունենալ։ Հիմա տեսեք, այստեղ նույնպես reversal plus ունենք, run plus ունենք ու այս երկու մոմը նույնպես հուշում է, որ այսօր ինքը բարձրանալու է վերև։ Շատ հետաքրքիր գաղափար է, ունենք daily bias,
ունենք RSI դիվերգենցիայի գաղափարը նույնպես, այս liquidity scan-ը, որ խոսում ենք, ուրեմն 13 հատից ավել ստրատեգիա է լինելու, որտեղ որ մենք տարբեր տեսակի ինդիկատոր կոչվածը RSI ենք մի հատ օգտագործելու, ավելի շատ զոնաների մասն է խոսքը գնում, լիկվիդացիոն զոնաները, որտեղ որ մաքրում է, մաքրելուց հետո ուղղություն է թեքում, market structure, հա, շուկայի ստրուկտուրան դեպի վերև, դեպի ներքև եւ այլն։ Մի խոսքով, լիքը confluence-ներ ենք դիտարկում, հաստատումներ ենք ունենում, դրանից հետո նոր, որպեսզի կարողանանք գործարքի մտնենք։ Հուսով եմ, այս ամենը ձեզ հետաքրքիր էր, որովհետեւ իսկապես հետաքրքիր է, փորձեք ուշադրություն դարձնել այն ինչը, որ ձեզ պատմեցի, այս ստրատեգիան կոնկրետ։ Super engulfing-ը կոչվում, իրականում չեք կարող գտնել այլտեղ։ Շուտով ես ակնկալում եմ փոքր կուրս նկարահանել super engulfing-ի վերաբերյալ, daily bias-ի վերաբերյալ, որտեղ որ դուք նույնպես մուտք եք ունենալու, եթե կցանկանաք իհարկե, եւ կփորձեք արդեն նույնպես այս ամենը տիրապետել։ Սա էր այսօրվա համար, մի քիչ ծավալուն էր, բայց կարծում եմ հետաքրքիր։ Ձեզ լավ օր, կհանդիպենք հաջողություն։